Գիտեք, խնդիրը նրանում է, որ ընդհանրապես քաղաքականության մեջ, ինչպես եւ կյանքում կենցաղում շատ կարեւոր է, թե գետնի վրա դու ունես որևէ ռեսուրս, որպեսզի քո ասածը, քո կոչը, քո, չգիտեմ, հորդորը կյանքի կոչես։ Այսինքն դու լինես այն ռեսուրսը, այն միջնորդը օրինակ, որը կարող է իր ուզածը ինչ որ ռեսուրսներ կյանքի կոչելով, գործի դնելով, ստիպելով, խնդրելով, չգիտեմ, սանկցիաներ կիրառելով, դու կարողանաս, ասենք, որևէ մեկին ստիպես, որպեսզի, ասենք, տվյալ դեպքում օրինակ հրադադարի գնա։ Ես կարծում եմ, որ ինչպես նախկինում էլ, հիմա էլ արևմտյան այն հատվածը, որը որ Միացյալ Նահանգներից դուրս է, որևէ ռեսուրս Հայաստանի այս մեր տարածաշրջանում իրական գետնի վրա առանձնապես չունի։ Այդ իսկ պատճառով որևէ մեխանիզմ, որը կստիպեր թե Հայաստանին, ասենք, թե եւ առավել եւս Ադրբեջանին իր ծրագրերից հետ քաշվել, առավել եւս գործողություններից պատերազմի ժամանակ, մանավանդ որ ստրատեգիական ռազմական առումով առավելությունը իրենց կողմներ, տեմպի մեջ եւ արդյունքի առումով իրենք ընդհանրապես չունեին, այսինքն այդ կոչերը ի սկզբանե հասկանալի էր, որ ընդհանրապես քարոզչական են, նա պուբլիկու, ինչպես ասում են, խաղեր գնում։ Այն ուժերը, որոնք կարող էին դրանով զբաղվել, այսինքն ովքեր կարող էին նստացնել սեղանի շուրջ, ստիպել, հորդորել, սակարկել, հետո էլ երաշխավորել, իրենք կոնկրետ գործի մեջ էին։ Մեր տարածաշրջանում դա բնականաբար Ռուսաստանն էր, դա բնականաբար որոշակի ազդեցություն ուներ Իրանը եւ Թուրքիան ընդհանուր առմամբ։ Եվ ընդհանուր առմամբ, եթե ուշադիր հետևում ենք, ապա հենց նրանք էլ ամենագլխավոր մասնակիցներն էին այդ պրոցեսի, որը որ ինչ-որ մի փուլում, այսպես ասենք, բերեց նման իրավիճակի, այսպես կոչված հրադադարի կամ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրմանը ընդհանուր առմամբ։ Այսինքն գործի մեջ էին նրանք, ովքեր որ կարող էին իրենց հորդորը, խոսքը, ինչ-որ մի բանով, այսպես ասենք, հիմնավորել։ Դա նորից եմ ասում, ռուսներն էին, դա Թուրքիան էր, շատ դեպքերում բնականաբար ինչ-որ մի հատ փուլից սկսած իրենք իրար հետ էին աշխատում, եւ Իրանը, որը որ իրենց սովորաբար ավելի զգուշավոր է եւ սովորաբար ավելի ստվերային գործողություններ են ունենում։ Հիմա ինչին էր ձգտում Արևմուտքը փորձում էր իր ծրագիրը իրականացնել ընդհանուր առմամբ, այսինքն խնդիրը ի սկզբանե գնում էր տարածաշրջանի վերաձևավորման, որում տարածաշրջանը դիտարկվում էր որպես մեծ գեոպոլիտիկայի մի հատված, այսպես ասենք, այն զոնաներից մեկը, որը որ շատ կարևոր է ապագա աշխարհի վերաձևավորման գործընթացում, այս առումով, որովհետև մեր ռեգիոնը, Կովկասը, այսպես ասենք, ինքը փաստացի մերձավոր արևելքի մի բան է, բավականին կարևոր հատված է դիտարկվում ընդհանուր առմամբ, անկախ նրանից Հայաստանում հայաստանցիները ինչպես են իրենց բան անում, դիրքավորում, ասենք Եվրոմիության մասին են խոսում, չգիտեմ ինչի մասին են խոսում, բայց միևնույն է, աշխարհում մեզ ավելի շատ դիտարկում են որպես մերձավոր արևելքի մի հատվածի ներկայացուցիչներ կամ ինստիտուտ է, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, որպես այդ մերձավոր արևելքի մի հատված, որը կարևոր հատված է թեկուզ իր տերիտորիայի աշխարհագրության, լոգիստիկայի հնարավորությունների տեսակետից։ Այսինքն ամեն ինչ արվում էր, որպեսզի այստեղից այնպիսի կոնֆիգուրացիա ստանալ, որպեսզի թե ռուսները թույլատնեն իրենց ազդեցությունը, եթե հնարավոր չի ընդհանրապես իրենց հանել այս տարածաշրջանից, ապա թե ռուսները, թե Իրանը իր ազդեցությունը կորցնի, նվազեցնի առնվազն, դա էր արվում ընդհանուր առմամբ։